Երևանում զբոսնելիս ամեն ինչ գեղեցիկ է եւ կարելի է կարծել, որ ամեն բան ընթանում է բարեհաջող կերպ։ Միևնույն ժամանակ Հայաստանի բնակչության 23%-ն ունի պարենային անապահովության խնդիր։ Այս երևույթը վստահաբար շատերս քննարկել ենք, շատերս նկատում ենք նման երևույթ, բայց պետք է նշել, որ այս մեջբերումը ոչ թե ինչ-որ կենցաղային զրույցից վերցված կամ քաղաքացիների մոտ տարածված զրույցից հատված է, այլ ՄԱԿ-ի պարենային համաշխարհային ծրագրի ներկայացուցչի եւ տարածաշրջանային տնօրենի գնահատականն է։ Նորից կրկնենք, ըստ այդ գնահատականի Հայաստանի բնակչության 23%-ն ունի պարենի անապահովության խնդիր։ Ինչ իրավիճակ է ի վերջո պարենի անապահովության հետ կապված Հայաստանում։ Իսկ իրավիճակը ավելի մանրամասն ներկայացնելու համար միասին դիտարկենք ՄԱԿ-ի այսպես կոչված սովի քարտեզը, որտեղ ներկայացված է նաև Հայաստանի տվյալները, մասնավորապես թեր սնվող բնակչության մասնաբաժնի հետ կապված։ Ըստ այդմ, համաձայն այդ տվյալների, ՄԱԿ-ի համաձայն, Հայաստանի բնակչության մոտավորապես 500,000-ը ոչ բավարար քանակությամբ սնունդ է օգտագործում, կամ այլ կերպ ասած, թեր սնված է։ Սա մեր բնակչության 17%-ն է։ Մեր բնակչության 17%-ը թեր սնվում է ըստ ՄԱԿ-ի գնահատականների։ Որքանով է այս ցուցանիշը համադրելի աննախադեպ աճեր արձանագրող տնտեսության հետ, որքանով է դա հնարավոր։ Իսկ դա հնարավոր է։ Հնարավոր է այն պատճառով, որ մեր տնտեսության հատկապես վերջին տարիներին արձանագրված այսպես կոչված աննախադեպ աճերը ոչ թե իրականացվող քաղաքականության արդյունք էին, որը պետք է նպաստեր նաև բնակչության ընդհանուր կենսամակարդակի կամ համընդհանուր, ավելի ճիշտ կլինի ասել, կենսամակարդակի բարձրացմանը, այլ պարզապես արտաքին անկանխատեսելի գործոնների ազդեցության ներքո արձանագրված աճեր էին։ Հնարավոր է, քանի որ փաստացի այդ աճերը շատ ենք խոսել այդ մասին, ներառական չէին, այսինքն չէր վերաբերվում դրա դրական էֆեկտները չէին ածանցվում բնակչության համար հավասարաչափ չէին բաշխվում։ Հնարավոր է, որովհետև ի վերջո 2020 թվականից սկսված գնաճի խնդիրը Հայաստանում լուծված չէ։ Այն միառժամանակ որոշակիորեն անկում ապրեց, սակայն ավելացավ, նորից ավելանում է եւ փաստացի մենք այսօր կրկին որոշակի նոր գնաճային ալիքի ներքո ենք։ Եվ հնարավոր է դա ի վերջո, որովհետեւ այս վերջին տարիների ընթացքում ըստ էության մեզ մոտ կարծես թե արմատավորվեց նոր երևույթ, աշխատող աղքատի երևույթը, մարդ, ով ունի կայուն եկամուտ, սակայն այդ թվում նաեւ թանկացումներով պայմանավորված կենսագործունեության եւ կենսաապահովման լիարժեք եւ բավարար մակարդակով չի կարողանում այդ ամենը կազմակերպել։ Աղքատության մասին ենք խոսում, պետք է նշել, որ աղքատության հետ կապված իրավիճակը փաստորեն մեզ մոտ եւս ոչ միայն լուծված չէ, թեև այս իշխանությունները այդ թվում նաեւ նման խոստումներով եկան իշխանության, բայց նույնիսկ վերջին շրջանում կարծես թե մենք վատթարացման միտումների ներքո ենք։ Միասին դիտարկենք Համաշխարհային բանկի գնահատականը, ընթացիկ գնահատականը Հայաստանում աղքատության հետ կապված եւ մասնավորապես համաձայն այդ գնահատականի այս պահի դրությամբ Հայաստանում աղքատության մակարդակը 24.8% է։ Հայաստանի բնակչության 24.8%-ը ըստ Համաշխարհային բանկի համարվում է աղքատ։ Պետք է նշել, որ մեր տվյալներով 2024 թվականին աղքատության մակարդակը 23.7% է կազմել, նախորդ տարի 23.5%։ Փաստացի աղքատության ցուցանիշն ավելանում է չնայած այն հանգամանքին, որ մեզ փորձում են հավաստիացնել, որ մեր հանրությունն ավելի արագ է հարստանում, քան մենք պարտք ենք վերցնում։ Այս պարագայում առաջանում է պարզ հարցադրում. որքանով է դա հնարավոր, արդյոք հնարավոր է միաժամանակ հարստանալ եւ աղքատանալ։ Եվ կրկին այս հարցադրման պատասխանը պիտի վերադառնանք մեր տնտեսության եւ տնտեսական արձանագրված աճերին, ինչի վրա հենվելով փորձում են այդ քարոզչական պատկերը ստանալ եւ նորից հիշեցնել, որ ցավոք սրտի այդ աճերը պայմանավորված էին ոչ իրականացվող քաղաքականության, այլ մեզանից անկախ եւ խիստ ժամանակավոր գործոններով եւ որ ամենակարևորն է, ստեղծված բարենպաստ իրավիճակը չկարողացան կապիտալիզացնել։ Կապիտալիզացնելու վերաբերյալ շատ անգամ հարցեր են հնչում, թե ինչպես պետք է դա դրսևորվեր, իհարկե դրա մասին կարելի է շատ երկար խոսել, բայց օրինակ կապիտալիզացիայի այդ հնարավոր դրական
ստեղծված միջավայրի կապիտալիզացիայի օրինակներից մեկը կամ դրսևորումներից մեկը նույն բնակչության կենսամակարդակն է։ Իրական կենսամակարդակը եւ ոչ քարոզչական տիրույթում, իրական կենսամակարդակը եւ ոչ Երևանի կենտրոնում տեղի ունեցող աշխուժության եւ գեղեցիկ համայնապատկերի ներքո։ Իսկ իրական կենսամակարդակը փաստացի շարունակվող ավելացվող աղքատությունն է։